Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում դարձյալ բարև ես եմ հաղորդաշարն է։ Այսօր զրուցելու ենք խոսքի վարպետ, տաղանդաշատ երիտասարդ, ով ջանք ու չիկ չի խնայում հայերենը գեղեցիկ ներկայացնելու եւ իր աշխատանքներով երաժշտական պոեզիան, այսպես ասած, զարգացնելու հարցում։ Հաղորդավար Ավետ Բարսեղյանն է իմ հյուրը։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ երեկոն մեզ հետ կիսելու համար։ Կուզեմ շատ պարզ հարցից սկսել, բայց կարծում եմ հնարավորություն կտա հասկանալու ձեր այսօրվա տրամադրվածությունը եւ ընկալումը այն ոլորտի, որ դրսեւորվում եք։ Առավելապես դրսեւորվում եք հանրության համար։ Ինչ է ձեզ համար այսօր հեռուստատեսությունը, այսօրվա Ավետ Բարսեղյանի համար եւ այսօրվա հեռուստատեսությունը։ Այսօրվա հեռուստատեսությունը, ինչպես եւ տարիներ առաջ, 60 տարի առաջ, համենայն դեպս, էլի այդ կախարդական հեքիաթային արկղն է, մի քիչ շատ ավելի կախարդանքն ու հեքիաթը կորցրած են առումով, եթե ընդհանուր հեռուստատեսությունն են վերցնում, որովհետև ի սկզբանե շատ ավելի մոգական էր, եթե մարդիկ տարիներ առաջ Նարսուրենով նային Շլեպչյանին տեսնում էին, հպվում էին ու մարդկանց ուշքը գնում էր, որովհետև չէին պատկերացնում, որ մարդիկ կարող են տեղավորվել արկղի մեջ, ապա այսօր շատ ավելի հասանելի, ավելի առօրեական, գործառույթային ավելի բան է, որ ոչ ոքի կարծես տեխնոլոգիաներով կամ հեռատեսիլով չես զարմացնի, որովհետև տեխնոլոգիաները այնպիսին են, որ մարդիկ շատ լավ հասկանում են ու բացվելը ամեն ինչ մարդիկ գիտեն, որ սա տաղավար է, բայց տաղավարից այն կողմ կա այլ կոնստրուկցիաներ, այսինքն բացվել են գաղտնիքներ, շատ մի փոքր գաղտնիքն է կորցրել այսօրվա հեռուստատեսությունը կոնկրետ։ Ինձ համար երազանքից դարձավ աշխատանք, բայց չկորցրեց իր էլի ուժը զարմանալու, անդադար զարմանալու կարողությունը չեմ կորցրել։ Ուժը միգուցե չկորցրեց, բայց որքանով կորցրեց կամ չկորցրեց այն դժվարությունը կամ այն պատասխանատվությունը, որն ի սկզբանե ձեր մեջ կար եւ վերաբերմունքը հեռուստատեսության կարծես թե միգուցե ձեզ մոտ դեռևս չի փոխվել, բայց այսօրվա սերնդի ներկայացուցիչները մի փոքր այլ վերաբերմունքով են մոտենում այս աշխատանքին եւ հեռուստատեսությանը։ Եթե անդրադառնանք ձեր առաջնակայլին եւ այն տարիներին, երբ նոր էիք դրսեւորվում հեռուստատեսությունում, պատասխանատվությունը եւ հեռուստատեսային ոլորտի որակը բոլորովին այլ էր։ Եվ այդ դաշտում ձեզ բավականին դժվար էր, որովհետեւ կարծես թե երիտասարդ սերնդի այն համարձակներն էիք, ովքեր գալիս էին փոխարինելու խորհրդային դպրոցի այն ամուր ներկայացուցիչներին, ովքեր իրենց հետքը առ այսօր թողնում են եւ ովքեր առ այսօր գիտակից մարդու համար որոշակիորեն օրինակ են։ Բայց աստիճանաբար կարծես թե հատկապես դուք ձեր հիմնական քայլեր անելով հանրայինում, հետո ճանապարհորդության դուրս եկաք տարբեր հեռուստաընկերությունները, հետո Արմենիա, հետո Նոյշանտ, հանրային, եւ դարձյալ վերադարձ հանրային։ Ուզում եմ հասկանալ, որքանով է հանրային այն նախնական հարթակ, այն նախնական որակը եւ այն նախնական գույնն ու ներկապնակը, որը էր ժամանակին, որտեղ ես բավականին լավ հիշում եմ պատրաստվածությունը ձեր եւ ձեր գործընկերների, ովքեր դուրս էին գալիս եթեր, պատասխանատվությունը, երբեմն նույնիսկ ձայնում այն ելևէջը, որը խոսում էր նրա մասին, որ մարդը նախնական լուրջ աշխատանք է իրականացրել։ Այսօրվա սերնդի մոտ դա կարծես թե բացակայում է։ Ես այդքան միանշանակ Սոնա ջան չի ասել, ես մի փոքր ավելի լավատես եմ, ինքս դեռ չեմ համարում ինձ հին սերնդի ներկայացուցիչ ու չեմ փորձի ասել, որ գալիս են շատ ավելի գրագետ, շատ ավելի պատրաստված ու շատ ավելի լավ սերունդ է գալու։ Ես էլ եմ տեսնում այսօրվա հեռուստատեսությունում շատ ավելի թրթիրով մարդիկ, ես լավատեսությամբ եմ մոտենում ու ամեն ինչ անում եմ, որ այդ մարդկանց դաշտը այն խոչընդոտներով լի չլինի, որոնց մենք ենք անդրադարձել կամ որոնք եղել են մեր ճանապարհին։ Ըստ իս
չգիտեմ, որ ասեմ շատ լավ է սուտ կլինի, ահա, որ համեմատում ենք, բայց այդ համեմատությունը միշտ լինելու է։ Մինչև չկարծրանալ սա էլ դառնա այս նոր սերունդն էլ դառնա հին, հետո լինելու է ավելի։ Դա երևի թե մշտնջենական այդ հայրեր ու որդիների հին ու նորի լինելու է տարբերությունը։ Ես կոնկրետ ստացել եմ իմ մկրտությունը հեռուստատեսային պարոն Ամիրյանից եւ Սուրենևնայից Մեհրաբյան կռունկում ինքս փորձել եմ կատարել այդ աշխատանքը հենվելով հնի վրա ես չեմ կարծում որ այսօր ասեմ դա անպատրաստ է դուրս գալիս գուցե այդ թրթիրով ու ձայնային ելևէջները Սոնա ջան որ դուք ասում եք չկա բայց իրենք էլ իրենց թրթիրն ունեն, որոնք գուցե մենք չենք ընկալում կամ մեզ համար հասու չէ։ Այդ դեպքում համաձայն եք արդյոք այն լեզվի հետ, որն այսօր հնչում է եթերում, որովհետև դուք բավական լավ տիրապետում եք լեզվին եւ կարծես թե բացի տիրապետելուց նաեւ սիրում եք լեզվի այդ արտահայտումը։ Սիրում եմ հայերենը, ես չեմ սիրում շինծու հայերենը։ Եթե այդ րոպե ինձ մոտ այով է գալիս բառը կամ էով է ավելի լավ է այդ րոպե խոսքը պետք է լինի ներդաշնակ մենք հայերենի հանդեպ անդադրում շատ ենք ուզում ինքը մահատ ճահճացած լինի այդպես չի լինում խոսքը այնքան կենթանի պետք է լինի ու այդ կենթանությամբ դու հրավիր ես մարդկանց քո կողքը նստած լինեն խոսելիս ոչ թե հեռու գնան ավելի դրա համար այսօրվա խոսքից շատ գոհ չեմ կան լրագրողներ կամ TV դաշտում աշխատող մարդիկ ովքեր պարզապես ասում են այդ ящикից Երևան ու դա լինի իրենց ոչ թե աշխատանք այլ ինչ որ ժամանցը դա կա բայց դրա կողքին կան շատ ավելի էլի եմ ասում գրագետ մարդիկ ու շատ լավ պատրաստված երեխեք էլ անդադար չի կարելի ասել որ ամեն ինչ վատ է ես համենայն դեպս այդպես չեմ տրամադրված իմ ներսում, որովհետև լեզուն հայերենը շատ դժվար լեզու է, հայերենը շոուի լեզու չէ, մենք տարիներ շարունակ ժամանցային ժանրի լեզու չի եղել դա ու նոր ինքը եզրահանգել է ինչ-որ տեղ, որը համ գրագետ է, բայց համ կենթանի է, որովհետև շատ դժվար սահման է հայերենի ժամանցի լեզու։ Շատ կարևոր ածականներ նշեցիք, գրագետ եւ կենթանի, այսինքն գրագետ ու կենթանի, որովհետև կա խոսքը, Սոնա ջան, որը վանում է։ Հայերենը մի տեղ ունի, որը շատ գրագետ է, շատ գրական է անգամ ես տարբերություն եմ դնում գրական ու գրագետ լեզվի, որովհետև մարդ կարող է գրական չխոսել, բայց գրագետ լինել։ Ու այնքան կարևոր է այդ երբ ես անում, որտեղ ես անում, որ միջավայրում ինչպես ես խոսում։ Անդադար սառը հոտ չպետք է գա հեռուստալեզվից ու ռադիոլեզվից ես անդադար այդ երկու զուգահեռականներն եմ բարում նշում որովհետև աշխատում եմ նաև հանրային ռադիոյում ու ինձ համար խոսքը իր դրսևորմամբ միևնույն է ռադիո է թե որտեղ կենթանի լինի կենթանի մեր լեզուն այդ հնարավորությունը տալիս Միանշանակ համամիտ եմ թեպետ կարծում եմ որ գրագիտության առումով պակասները շատ են Սոնա, երբ որ մենք էլ եկանք երևի մեզից մեծ սերունդն էլ էր նույն ձև կարծում Եթե դուք էլ հիշեք, երբ եք եկել ու ովքեր են ձեզնից առաջ, միշտ դա լինելու է։ Միշտ մեծերը ասել են, որ նորերը շատ ավելի քիչ են կարդացել, շատ ավելի քիչ գիտեն։ Դա կարևորը որպեսզի գոնե այն նվազագույն պաշարը, որ անհրաժեշտ է հեռուստատեսային ոլորտում դրսևորվելու։ Համաձայն է, որ մարդու աչքերի մեջ նայում ես, պետք է հասկանաս, որ ինչ որ բագաժ կա ու ինչ որ ասելիք կա, որովհետև այդ հարթությունը ու հեռուստափայլի հետևից գնալը շատ շատերի մոտ կա, բայց միայն դա չէ, որովհետև վատի կողքը միշտ պետք է, ես ունեմ ուսանողներ հրաշալի երեխեք, ովքեր շատ ավելի զարգացած են ու շատ ավելի կարդացած են ու այսօրվա զարգերակը շատ ավելի լավ են զգում, քան մենք։ Մեզանից յուրաքանչյուրը։ Քանի որ ուսանողներից խոսեցիք, ինձ հետաքրքիր է կա արդյոք գրականություն, մասնագիտական գրականություն, որը համարում եք անհրաժեշտ հեռուստադպրոց մուտք գործելու համար։ Ինքս ես թերի եմ ու անգրագետ այդ առումով ու որևիցե կերպ
չեմ կարդացել ինչպես լինելիությունս ու գոյս ոչ մի գրքից չեմ կարդացել։ Դա եղել են իմ սխալները, իմ ճանապարհը, որը եղել է գրագետ մարդկանց լսելը, մեծ փորձ ունեցող դա Ամիրանին, Օլքինյանին, Նաջարյանին տեսնելիս քաղելն է։ Իմ գրքերը եղել են այդ մարդիկ, իմ գրքերը եղել է հանրային հեռուստատեսությունը, որտեղ որ քայլում ես այդ կորիդորները ունեն այդ հոտը, այդ պատմությունն է քեզ ինքը կերտում։ Ու սխալները, ամենակարևորը սխալները։ Լավ երեխուն մատերիալին պետք է գցել եթեր ու ինքը իր ճանապարհը անցնի, որովհետև ոչ մի գրքում գրած չէ ինչպես լինել։ Կա ժուրնալիստների համար գուցե մեծ գրականություն կա։ Ես ինքս որ անգրագետ եմ այդ առումով, ես չեմ կարդացել ինչպես լինել։ Պարզապես գործառնական փորձով կիսվում եք ձեր ուսանողների հետ։ Թե ես այն ինչին հետ առնչվել եմ այսքան տարի ու դա եղել են ամենակարևորը դա մարդու սխալներն են։ Հրապարակների տարբերությունը, որովհետև բեմը մի տեղ է, Արամ Խաչատրյան համերգասրահը մի տեղ է, ստադիոնը այլ կերպ է, աշխատելով կյանքը ինձ այդ առումով շատ լավ լկստվածրել է իմ հեռուստաուղին ու տարբեր տեղեր աշխատելիս կարողացել եմ հասկանալ, որ այս էներգիան միջավայրը, ատմոսֆերա տարբեր տեղեր տարբեր է լինում։ Դա նաև գեղագիտության բարձր զգացումի անհրաժեշտություն է ենթադրում։ Իսկ գեղագիտության առումով այն ինչ տիրում է այսօր, ձեզ բավարարում է թե ոչ, այսինքն այն վիզուալ պատկերը, որը դրսևորվում է, ներկայացվում է, այն միտումները, որոնք առաջ են բերվել եւ մի փոքր բնականից հեռացնում են կերպարներին, ովքեր ներկայանում են հեռուստատեսությամբ։ Իմ ընդհանուր գնահատականը լավ է, ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու է ընդհանուր։ Կան բաներ միշտ են եղել Սոնա ջան, որ դուր է եկել, դուր չի եկել։ Սա այս ոլորտը ամենամիանշանակ ընկալվողը չէ։ Միշտ լինելու են մենք այլ բան ենք սիրելու, ինչ որ զանգված, այլ բան է սիրելու զանգվածայինը երբեք չի կարելի համարել վարկանիշային։ Ես իմ ատոմային կառուցվածքը բջջային խախտվում է ռեյտինգ բառից միշտ։ Բայց ես ապրում եմ 21-րդ դարում ու այդ ռեյտինգը որոշակի ձևով պիտի հաշվի նստես, չդարձնես քեզ կրոն ու չդարձնես որդեգրված ինչ որ կտակ դա ու չաշխատես ամեն ինչ անել դուր գալու համար նաև գեղագիտությունը գուցե մի փոքր կաղում է որոշ դեպքերում էլի եմ ասում այսօր ես աշխատում եմ մի վայրում որը այնպիսի թափ, այնպիսի զարգացում, այնպիսի երիտասարդական ավյուն է ստացել, որ ես կոնկրետ գոհ եմ, ես ինձ համենայն դեպս բացասական էմոցիաներով լցված չեմ։ Բացի դրանից, առաջին հերթին, որ ես շատ ինքնակնդադատ մարդ եմ, Սոնա ջան, ես առաջին հերթին սիրում եմ ոչ թե նայել, երբեք չեմ նայել, ինչ սերունդ է գալիս կամ քննադատություն է, չէ, ես անդադար փորձել եմ ինձ։ Ես այդքան լավը չեմ, որ ես նստեմ այս դիվանին ու խոսամ սերունդը վատնա անգրագետ են, վատ են խոսում հայերեն։ Ես այդ իրավունքը դեռ ու երբևէ ինձ երևի թե չտամ ինքս քննադատելու, որովհետև ես ինքս դեռ կիսատ եմ, թե իմ լեզվով, թե իմ տեսքով կամ չգիտեմ, դեռ լիաբավ չեմ, որ կարողանամ այդ անել։ Իսկ վերահսկման անհրաժեշտությունը ձեզ ունի այս ոլորտը թե ոչ։ Ըստ իս խուդռուկ վիճակ ոչ սովետական ծայրահեղության հասցրած, բայց ինչ որ վիճակ Սոնա ջան, ամենայն դեպս կաստինգային մակարդակով վերահսկողություն լավ կլիներ բոլոր տեղ, բոլոր վայրերում, բոլոր հեռուստատեսություններում, խմբագրական ինչ որ մի օղակ, որը կասի սա լավ է, սա վատ է, դա վատ չի լինի որ լինել, այսինքն, բայց ծայրահեղությանը իհարկե չհասցրած, այն ինչ տիրում էր սովետական ժամանակահատվածում։ Ստեղծագործական ուղղորդում որպեսզի չլինի, լինի գրագիտության վերահսկում, բայց ստեղծագործական ազատություն։ Որ ասեմ Բալիկ ջան, այս որ սենց անես ավելի լավ կլինի։ Այսինքն ոչ թե ինչ որ կոպիտ չթողնելու կամ չգիտեմ, կլինի այս տեսահոլովակը մյուս անգամ մի այլ երկի վրա նկարես տանք այս երկի, որովհետև ճաշակ ու լավ բան բոլորն են ուզում անել, պարզապես էլի եմ ասում, զանգվածային իբր թե թելադրանքի պատճառով
մարդիկ ուզում են ընտանիք պահել ու անում են ինչ որ զանգվածային պոպուլարություն կբերի։ Իրեւ ընտանիք պահելու մասին խոսեցիք, որքանով է տալիս հնարավորություն հեռուստատեսային ոլորտը ընտանիք պահելու։ Թե անհրաժեշտությունը կողմնակի աշխատանքների։ Կողմնակի կա։ Ես չեմ բողոքում, փառք Աստծո, կարողանում եմ իմ սիրելի գործով, որը սիրով եմ անում, պահել իմ ընտանիքը։ Դա ամենամեծ երևի թե երջանկություններից մեկն է, կետն է, որ ես չեմ զբաղվում ինձնից դուրս ինչ-որ բանով ու ստիպված չեմ անում դա։ Սոնա ջան, ու երևի թե այնքան, որ ասեմ շատ մեծ գումարներ են, սուտ կլինի, ես ապրում եմ շարքային, նորմալ, միջին հայի ու քաղաքացու պես, բայց չեմ դժգոհում, որովհետև կարողանում եմ այդ ընթացքում եւ ինքս կայանալ եւ գոհ լինել այդ աշխատանքից եւ նաեւ գոհացնել են մարդկանց, ովքեր օգտվում են այդ արտադրանքից։ Գոնե ինչ որ տոկոսին գոհացնել։ Բարբերաբար ձեր կյանքի տարբեր փուլերում ինքնարտահայտման տեսակներից է ինտերվյու հասկացությունը, այսինքն ուզած չուզած, այո, բայց ոչ թե դուք եք գնում, այլ ձեր դրսևորումը որպես ինտերվյուեր, որպես հաղորդավար, այո։ Բայց քանի որ ոլորտի գրեթե բոլոր մարդկանց շատ լավ ճանաչում եք եւ տիրապետում եք նրանց առանձնահատկություններին, յուրահատկություններից, արդյոք դա չի դժվարացնում, որովհետեւ ես ինքս բարբերաբար ինձ համար սիրելի եւ ծանոթ մարդկանց հետ զրուցելիս հասկանում եմ, որ որքան շատ է սիրում մարդուն, որքան շատ է ճանաչում, այդքան դժվար է զրույցը։ Ես այս վերջերս Սոնա ջան, բենեֆիսում, երբ որ այսպես մի դիվանին էլ մարդիկ էին, ովքեր շատ ծանոթ են ինձ ու հարազատ, միևնույնն է խմբագիր ականջիս, սցենարը ձեռքիս, շատ դժվար է ինտերվյու ժանրը, ըստ իս լավագույն էմալապատ ժանրն է ընդհանրապես ինտերվյուն, ու եթե կայանում է մարդը որպես ինտերվյու վերցնող, իր համար նաև հեռուստադռները շատ այլ տեղեր բաց կլինեն, որովհետև դժվար է հոգու հետ խոսել, մարդու հետ խոսել, նրա սրտի զարկերը լսել ու տալ դժվարացնում է գործը։ Ես դեռ այդ փուլում եմ կայացման ինտերվյու, որովհետև բենեֆիսում որ ինքս նայում եմ, ինձ դեռ չի գոհացնում, որովհետև ես շատ ավելին գիտեմ այդ մարդուց ու շատ լավ բաներ կարող եմ պատմել, բայց այդ րոպե դժվարանում եմ դեռ Որքան անծանոթ է, այդքան առավել անծանոթ մարդուն ավելի հեշտ է, որովհետև դու գիտես շատ բաներ գիտես ու դու չգիտես այդ րոպե, երբ որ կամերաները միացած են, այդ մարդը ինչ ռեակցիա կտա այդ հարցին կամ ինչ ձև կարձագանքի։ Մի փոքր ավելի թրթիռով ես դառնում այդ մարդու հանդեպ, փորձում ես իրեն լավ լինի։ Բացի դա ինտերվյու ժանրի մեջ էլ իր դժվարությունները կա, հայկական իրականության մեջ, որտեղ մարդիկ միշտ ուզում են ինտերվյուում շատ ավելի լավը լինել։ Իսկ ես իմ կյանքում միշտ փորձում եմ լինել ոչ թե շատ ավելի, ես ինքնագնահատականի հետ երբեք խնդիր չեմ ունեցել, ճիշտ հակառակը, մարդկանց մոտ շատ ավելի մեծամիտ կարծիք է սեփական անձիս հանդեպ ձևավորվել, բայց միշտ փորձում եմ լինել, եթե սևը խոսել այդ սևի մասին, ինտերվյու ժանրի մեջ ավելի լավը չթվալու, ոչ ինտերվյուատորը, ոչ ինտերվյու չլինի։ Երևի թե այդ է ժանրը այսօրվա, որ ինտերվյուն կսարքի շատ ավելի ջերմ։ Երբ որ մարդ չուզենա ավելին լինելու, լավը երևալու, այլ եթե բնությունը իրան այդպես է ստեղծել, լավը միևնույնն է երևալու այս հեքիաթը ստեղծում է այդ խոշորացույցը, մարդիկ միևնույնն է խոշորադիտակով նայում են, հասկանում են ով է, ինչի։ Միգուցե դա միջավայրում ձևավորված կարծրատիպերի արդյունքն է։ Գուցե, դրա համար ջերմ ինտերվյու շատ քիչ է լինում, որ ստացվում։ Մարդիկ ուզում են փայլուն լինել, ավելի պուպուշ երևալու խնդիր կա։ Թե արտիստների, թե մեզ մոտ։ Միգուցե դա էլ աստիճանաբար մաշվի, վերանա եւ ավելի բնական։ Ինտերվյուն կդառնա շատ ավելի բնական բան ու դրանից էլ նաեւ խոսքը կդառնա շատ ավելի բնական եւ ջերմ։ Իդեպ խոսքը այն մշակույթն է, այն արտահայտումն է, որը պարբերաբար ձևափոխությունների է ենթարկվում, ժամանակի շնչով է լցվում, երբեմն ծայրահեղական փոփոխությունների է ենթարկվում, սկզբնաղբյուրը բառի նշանակության բոլորովին այլ բան է, նշանակությունը բոլորովին այլ դրսևորում է ունենում մեկ այլ ժամանակում։ Վստահությունը խոսքի հանդեպ չի փոխվում տարիքի հետ։
Որովհետև բոլորովին այլ բան է սիրել գեղեցիկ լեզուն, ճանաչել, երակներով անցկացնել, ապրել, վերապրել եւ հետո հասկանալ, որ շատ հաճախ խոսքը չի արտահայտում այն միտքը, չի արտահայտում այն անկեղծությունն ու բովանդակությունը, որը որ կա ձեր մեջ կամ որը կուզեիք փոխանցել եւ հարկադրաբար երբեմն շատ ենք հաճախ խոսում, երբեմն շատ ենք շռայլում խոսքեր եւ չի կորչում արդյոք վստահությունը խոսքի, այո վերաբերմունքը խոսքի հանդեպ ոչ թե ուժը երևի թե չէ ես ի սկզբանե որ էստրադային դաշտում եղա ու ինձ համար շատ կարևոր էր դառնալ այն յուղը այն թավայի մեջ յուղը որը պետքա լավ բլբլթա մինչև այդ միսը գա միս ասելով սոլիստին, հա, նկատի ունենամ, որ հաղորդավարի գործը դա լինի։ Այդ առումով միշտ շռայլել եմ գեղեցիկ էպիտետներ մեր երգիչ երգչուհիներին, արտիստներին, աստղերին, այդ բառն էլ որ ասում եք հիմա մտածում եմ, որ ուժը կորցնում է թե չէ, գուցե, որովհետև կան բառեր, որոնք ինչքան քիչ ասես, այնքան կթանկանա ինչ որտեղ նրանց ասելու կիմաստավորվեն ավելի շատ։ Խոսքի հանդեպ ընդհանրապես խոսքը իրենով, իր էներգիայով իմ ուսումնասիրման կենտրոնում է գտնվել միշտ ու ուսումնասիրել եմ հնչյունը, ալիքը այդ հնչյունից եկող շատ երևի թե սպառման վտանգ չկա, երբ որ շռայլում ես, չէ, բայց բարդանում է գործը, որովհետև հաջորդ պահին դու պետք է գտնես, պեղես սեփական ուղեղից կամ այլ ինչ-որ վայրից ինչ-որ նոր բան, որովհետև արդեն հնանում է եւ ուժը կորցնում է նախորդ ասածը։ Այդ իսկ պատճառով ես շատ հաճախ ածականներ եմ օգտագործում, որոնք սեփական այդ րոպե այդ զգացմունքից դուրս եկած են, որոնք չկան հայերենում մտածածին են, բայց այդ րոպե օգտագործված են ու տեղին։ Արտահայտում են ամբողջ էմոցիոնալ զգացողությունը, կամ այդ երգի, կամ այդ արտիստի, կամ իրավիճակի հանդեպ ու դրանք երբեմն լինում են երկու իրար հետ ընդհանրապես կապ չունեցող բառարմատներից անգամ։ Լինգվո կոնստրուկտիվ պետք է լինի, մարդ որ եկել է հեռուստադաշտ, ինքը չի կարող անդադար օգտվել այն հին բառերից, որը մինչև իրեն եղել է։ Բայց նաև մեր պարտականությունն է սարքել նոր լինգվո-կոնստրուկտիվ նոր բառեր տալ, նորություններ, նորամուծություններ։ Օրինակ վերջերս ինձ տեկին Հրանուշ Հակոբյանը առաջարկեց, որ հեռուստացույց բառի փոխեն հեռատեսիլը սկսենք մտցնել, կիրառել, որովհետև դա ավելի սեղմ, ավելի ճիշտ բառը չկինա։ Ժորժ ջան, հեռատեսիլ եկեք ասենք տելևիզորին։ Հեռացուցին գուցե եւ դա ինչպես համացանցը գեղեցիկ ձևով մտավ մեր առօրյայի մեջ, գուցե դա այդ մտնում։ Հեռատեսիլ։ Միգուցե։ Ինչ կասես, ականջին ոնց է նստում։ Գեղեցիկ է հնչում ամեն դեպքում։ Հեռատեսիլով։ Բայց հեռուստացույցն էլ վատ չի հնչում։ Հեռուստացույց, հա։ Ցույցին միտինգ է տանում դեպ էլ։ Դե կարծում եմ երբեմն դրա անհրաժեշտությունն էլ կա։ Ես կուզեմ հասկանալ այն սկզբնական փուլը ձեր կյանքի, որը ձեզ տվել է հնարավորություն սպասարկման ոլորտում աշխատելու եւ հետո նոր գտնելու այն հարթակը, որը ինքնաբավության զգացում է տվել, բայց ամեն դեպքում ուզում եմ հասկանալ խոսքի ուժը որքանով է ազդեցիկ եղել այդ շրջանում։ Որովհետեւ սպասարկման ոլորտը կարծես թե ենթադրում է խոսք, պայման։ Ես դիրապետում իդեպ ինքնաբավության հասել եմ հենց այդ ժամանակ, ինձ TV-ն չի տվել զգացողությունը, որ ես ինչ-որ կարևոր բանով եմ զբաղվում, որովհետեւ երբ որ ես մատուցող եմ աշխատել կամ գինի եմ վաճառել, ես շատ էներգիա էի տալիս դրան, որովհետեւ դա շատ ավելի նուրբ ու ես մարդկանց չեմ տեսնում TV-ով։ Իսկ այդ կլիենտին, հաճախորդին ես տեսնում եմ ու դիմում եմ իրեն։ Դա շատ ավելի բարդ տեխնոլոգիա է պահանջում մարդկանց։ Ու այդ շրջանում էլ հենց խոսքը ձևավորվել է ու այդ մարդկանց հետ կոմունիկացիայի մեջ մտնելու ամենակարևոր դրույթները սովորել եմ հենց այդ ծառայություն մատուցելիս, որպես եւ օֆիցիանտ եւ որպես աշխատում էի գինու եւ կոնյակի խանութում Ամիրանի վրա,
հենց այդ տարիներին էլ շատ լավ ձևավորվել է կոմունիկացիան։ Իսկ կա հիմա հատուկ վերաբերմունք այդ ոլորտի մարդկանց նկատմամբ։ Քաղաքշելու, օգնելու, աջակցելու։ Կռիվներ էլ կան անգամ, երբ որ ընկերներս մի այլ ինտոնացիայով կարող է օֆիցիանտին դիմեն, ես կարող վեկանամ, շատ վատ բան ասեմ ու դուրս գամ կամ կռվեմ ընկերոջս հետ, որովհետև կա, իհարկե մնացած կա։ Ընդհանրապես յուրաքանչյուր ծառայողի հանդեպ կա վերաբերմունք, դա լինի վարորդ, տաքսու գոյություն ունի իմ մոտ այդ վիճակը, որ այդ մարդիկ աշխատում են, որ ինձ կոմֆորտ լինի ու ես նստած տեղս միշտ շատ հետաքրքիր այդ հարցից չէին տվել երբեք Սոնա ջան, կա ես զգում եմ, որ ի տարբերություն իմ բոլոր այն ծանոթների, ովքեր չեն անցել օֆիցիանտից ինչ որ տեղ այդ ճանապարհը ի տարբերություն նրանց իմ մեջ այդ վախը կա այդ երեխուն չնեղացնելու կամ այդ ծառայում մեր գործն էլ է ծառայողի գործ մենք էլ ենք ծառայում ու մի փոքր այլ ворդ բարձրացնում ծառայությունը ինչ որ մեծ ավելի հարության կամ գնահատանքի արժան կամ պարսան կապ ինչ բայց էլի ծառայող ենք օֆիցիանտի գործից չի տարբերվում հերոստա դեմքի չգիտեմ արտիստիկ ենք նույն կերպ ծառայումը, նույն կերպ մատուցումը իր խոսքը, պարը, նկարը։ Ոչ մի առավելություն։ Ոչ մի, բացարձակ ոչ։ Շատ կարևոր է այդ գիտակցումը ունենալ։ Երբեք չի անցնելու ինձ մոտ այդ գիտակցումը։ Երբեք այդ վախը, որ հանկարծ իմ պահվածքով չվիրավորեմ, չի անցնում։ Երևի դա այդ դժվարությունների անցնելու հետևանքն է կամ դաստիարակություն, կրթվածություն։ Չէ, պետք է անցնել ամեն մեկը երևի թե դժվարություններ ու սխալները ամենալավ բաներն են, որ կարող են պատահել մարդու հետ սնը։ Առանց դժվարության հագեցածությունը միշտ բթացման է տանում։ Ես չեմ ասում սովածությունն է պետք անպայման, բայց պետք է դժվարություն ու կեղտի մեջով պետք է անցնել, որ դառնալ տանկ ու այդ հրասայլը, որ էլ չվախենա մանր ու մուներ փոշիներից, այդ տանկ դառնալու process-ը շատ կարևոր է ինձ համար։ Դրա համար չի լինում մաքուր ասֆալտով քայլել, էլի պետք է լավ անցնել, դարուփոս անցնել, հոգիդ պետք է ծեծված լինի, սիրտդ պետք է փշրված լինի, այդ կարևոր բաներ են ըստիս, շատ կարևոր։ Ուղղակի կարևորը եզրը ճիշտ գտնել, այսինքն բացասական դրսևորման արդյունքի չհանգել, որովհետև շատ հաճախ այդ դժվարությունները, այո, չարացնում են։ Եվ հատկապես միջավայրը, որովհետև յուրաքանչյուր հանրային մարդու յուրաքանչյուր թերացում եւ սխալ ճակատագրական կարող է լինել մեծ։ Գիտեք, ճակատագրական է լինում, երբ որ դու համարում ես, որ դա պիտի ճակատագիր, հա, ընթացք ես տալիս, որ ասեցին վատնա ու դու դարձնում ես դա ճակատագիր, չէ՞։ Չունեմ Facebook, չունեմ սոցիալական կայքեր։ Ինչ ինձ հիացնում է։ Բացարձակ մեկը դարձել է տարիքում որևիցե քայլից հետո ինչ արձագանք դա կունենա։ Ես իմ մտերիմներս ու իմ խիղճն ու իմ Աստված, եթե դա համարում ենք ճիշտ, ապա հիվանդոտ կոմենտների դարում ինձ շատ մանր է այդ ամեն ինչը։ Հաշվի նստել եմ միշտ։ Հաշվի նստել եմ իմ հանրային ռադիոյի ժողովրդի հետ, որոնք կզանգեն, կասեն Ավետ ջան, հոբար չկա կամ չգիտեմ, համ մի ասա եւ ասա։ Միշտ եմ հաշվի նստել գրագետ խելացի մարդկանց ուղղություն ցույց տալու, սխալս նշելու հետ։ Բայց հիվանդության հետ երբեք չեմ դարձնի ճակատագիր ու խորհուրդ կտամ նաև շատ փոքր եմ երևի խորհուրդ տալու համար, բայց խորհուրդ կտամ չապրել հանուն կոմենտի, չապրել հանուն լայքի, միշտ էլ լինելու այդ բացասական է, որտեղ դրականը կա, այնտեղ պետք է լինի անպայման։ Սա էլ կարծում եմ մեր հասարակության յուրահատուկ դրսևորումներից մեկն է, որը դարձյալ ժամանակի ընթացքում կգտնի իր ճիշտ լուծումը։ Կհասկանա, որ անոնիմ ինչ-որ վիճակով տենց նստել, տպել այդ րոպե ասել վատ բան ու թաքնվել, այդ ճանապարհը մենք նոր ֆորմացիա է փոխվել, կոմունիկացիայի շատ լուրջ բան է փոխվել, մենք էլ կհասկանանք, որ նորմալ է, մենք սովոր ենք, որ միշտ պետք է երևի թե լավը լինի, չէ, ու լավի կողքին պետք է նաև քննադատություն լինի անառողջ թեկուզ, ժոլտի պրեսայի քննադատություն երևի թե։
Դա էլ կանցնի։ Շատ կարևոր բաներ եք նշում իհարկե, բայց կարծում եմ ավելի կարևոր է ստեղծագործող մարդու համար միշտ ունենալ պաշար։ Պաշար ունենալու համար պետք է պարբերաբար լինել գրական ոլորտի զարկերակում կամ ինչ որ ոլորտի, որ տալիս է այդ սնունդի հնարավորությունը, որքանով եք հետևում ժամանակակից գրականությանը, որքանով եք առնչվում գրականության հետ եւ ինձ հետաքրքիր է գրական հերոսի հետ ձեզ նույնացնում եք, թե ոչ կա համաշխարհային գրականության մեջ։ Ամեն անգամ նախ գրականությունը միակ բանը, գրականություն ֆիլմ։ Այդ երկուսը եթե չլինեն, ես շատ երկարատև ընկճախտերի ու դեպրեսիաների մեջ կլինեմ։ Չեմ վերականգնի իմ վերականգնման միակ աղբյուրը ես մի կողմ եմ թողում ընտանիքս բալիկիս, հա, դրանք ինձ ընդհանրապես կյանքում իմ փրկության օղակն են, բայց ստեղծագործական այդ զարկը ինձ այդ երկու բանն են տալի, ֆիլմերն ու գրականությունը։ Բնականաբար հետևում եմ, շատ եմ կարդում ու ամեն անգամ այդ ասոցիացիան, որ հերոսի հետ լինում է, կապ չունի ինչ։ Չկա մի հերոս, որի հետ կոնկրետ չէ։ Եթե դա ֆիլմ է, այդ ֆիլմի գլխավոր հերոսի կամ չգիտեմ երկրորդական հերոսի հետ կամ իրավիճակի հետ միշտ ասոցիացիան լինում է։ Եթե ես ինձ չկարողանամ դնել այդ գրքի կենտրոնում ու անցնել այդ ամեն ինչը, ինձ համար անհետաքրքիր կլինի։ Ըստ դրա էլ ես ընտրում եմ իմ գրականությունը, որն է հենց ես մտա գրքի մեջ, ես շարունակում եմ մինչև վերջ ու ասոցիացիան միշտ կա։ Իդենտիֆիկացնում եմ ես այդ մարդու ապրումները իմ հետ, սկսում է զուգահեռականները, սկսում են դրա համար միշտ այդ տպավորությունը փոքրուց եղել է։ Ես մի ֆիլմ կնայի, այդ ֆիլմի ազդեցության տակ կլինեի ու տեղից էլ մնաց փոքրուց էլ, որ մինչև ֆիլմը ին վրա գոնե մի քանի ժամվա տպավորություն չթողնի, այդ ֆիլմը այլ ֆիլմ չեմ նայի ու այլ գրականություն չեմ կարդա։ Իսկ հայ ժամանակակից գրականության մեջ ունեք առանձնացրած ձեզ համար հեղինակներ, հատկապես պոեզիայի բնագավառում։ Պոեզիա շատ եմ սիրում, հայ ժամանակակից շատ չեմ կարող ասել, որ գիտեմ, չէ։ Շփվում եմ մի քանի հոգու հետ, ովքեր շատ ինձ համար կարևոր են, ժամանակակից, բայց այդ առումով բոբիկ եմ ինֆորմացիայի առումով։ Գիտեմ, որ շատ սուր ու շատ լավ, շատ արևավառ մտքեր կան, որ ծնվում են ու հրատարակվում են փառքաստո, ինքս չէ, երևի թե ավելի շատ միջազգային գրականության, բայց ուրախանում եմ, որ մեր մի քանի հոգի կա, ջահել տղեկ են, շատ լավ, շատ ամուր տող ունեն ու ամուր հանգ ունեն, ասելիք։ Աղջիկներն էլ կան։ Այո, այո։ Իդեպ նշեցիք հրատարակության մասին խոսեցիք, այսինքն ինձ հետաքրքիր է արդյոք ձեր ժողովածուն առաջիկայում կտա հնարավորություն մեզ դեռ ոչ։ Դեռ չէ, դրա համար հասունացել։ Հասունացան ինչ-որ կետ է պետք, որ ես հասկանամ, որ այդ պետք է, դեռ չեմ զգում։ Երկարվեստում, երգչական, այսպես ասած, պոեզիայում դուք հեղափոխություն եք իրականացրել հայկական էստրադայում եւ հայերենին տվել եք հնարավորություն նոր դրսևորման, նոր երանգի, լուսավոր, ժամանակակից, բայց գրագետ, լինելով ժամանակի զարկերակում չի կորցրել ձեր շնորհիվ լեզուն իր գրագիտությունը, իր հենքը, իր կարևորությունը։ Կողքի չի լսել։ Իսկապես դա այդպես է, կարծում եմ դուք էլ գիտեք բավականին լավ, դա չի տալիս հնարավորություն արտոնյալի զգացողությունների եւ բացի դա, տեսեք դուք առաջին տիկնոջ կարծես թե ամենասիրելի հաղորդավարն եք եւ մարդ ում հետ եղել է ցանկություն համագործակցությունների։ Սա արտոնյալի զգացողություն կամ հակառակը, որոշակի բեռի, պարտավորության։ Բացարձակ, բացի հաճույքից, գիտեք տիկին Ռիտան, եթե չլիներ առաջին տիկին, լիներ կոմպոզիտոր միայն, շատ հաճույքով միևնույնն է աշխատելու է։ Իմ կյանքում երբեք չի եղել պնակալիզության ու պաշտոնյաներին ավելորդ տեղը հարգելու ու սիրելու երբևէ չեմ ունեցել։ Բոլոր նրանք, ովքեր ինձ գիտեն, շատ լավ գիտեն այդ իմ բնավորությունը, որ միշտ մեկ է եղել ինձ, ով է, ինչ պաշտոն է։ Աստիճանի վրա։ Տվյալ դեպքում ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում պալատական ինտրիգների փոխարեն ու դավեր նյութելու փոխարեն մեր ստեղծագործումը սիրում է մշակույթը, սիրում է արվեստը, երգարվեստը
ու արտոնյալի չէ, բացարձակ։ Իսկ խանդ չկա ոլորտի հանդեպ, այսինքն սեփականատիրոջ, որովհետև չէ որ այդ հեղափոխության հեղինակը դուք եք եւ այդ հեղափոխության հեղինակը Վահան Անդրեասյանն է եղել իր տարիների ընթացքում, երբ որ Տեր Թովման այսօր, երբ որ հայերենը ծռեց էստրադայինին, հետո դա շարունակեցինք մենք Վահանից հետո նաև կարողացանք հայերենը դարձնել հիթային երգերի, դա Անիտա Հախվերդյանի, Արթուր Սաֆարյանի, Վարդան Զադոյանի, Մանե Հակոբյանի նաև այդ գիծը։ Ես ինձ համարում եմ շատ կարևոր մասնիկներից մեկը առանց պայծառ գույն տվողներից մեկն եք կարծում ինչ-որ մի բան հաստատել երանգը փոխել եք այդ երկի հանրայնացման առումով այդ առումով շատ ուրախ եմ արտոնյալ չէ մեջս կա վստահություն, շատ մեծ վստահություն։ Այդ ամեն ինչի հետ միասին ես շատ աղմախել ու պարզունակ գործեր ունեմ, որոնցից երբեք չեմ ամաչում, ասում եմ, որ ես եմ ստորագրվում եմ, որ դրանք կոմերցիոն, պարզունակ, աղմախ գործեր են։ Բայց դրանց կողքին այնպիսի լավ բաներ կան, որ արտոնյալ չէ, երբեք չեմ վեր թռել։ Ընդհանրապես ես ապրում եմ այն ընտանիքում, որտեղ նենց լուրջ մասնագետներ են, իմ հորաքույրը, իմ Զենֆիր Սամսոնյան, հա, գիտեք, փաստորեն։ Լավագույն դաշնակարներից մեկը, մանկավարժներից մեկը։ Ճիշտ է, որտեղից գիտեք։ Ես ինքս երաժիշտ եմ, կոնսերվատորիայի շրջանավարտ եմ եւ առնչվելու, շփվելու եւ այդ բերկրանքը զգալու հնարավորություն ունեցել եմ։ Այնքան լուրջ քերս էլ նկարիչ է, Մուշե օրինակ Մխիթարյան, ու այնքան լուրջ մարդիկ են ինձ շրջապատում իմ ցեղում հենց ամենամոտ օղակում, որ այդ համեմատության մեջ ես այնքան փոքր տզրուկ եմ, որ մի հատ արտոնյալ զգամ, որ ինձ վաղ, չգիտեմ, երգ եմ գրել, վաղ հպարտություն ապրում եմ, այո, Բալադ զինվորին երգը Տիկին Սարգսյանի հետ գրած շատ ճիշտ, շատ կայուն անդրադարձ էր ինձ համար։ Ու դա անդրադարձ էր երաժշտության ու խոսքերի, ոչ թե Ռիտա Սարգսյանի ու Ավետ Բարսեղյանի։ Դա պարզապես խոսքերի ու երաժշտի համատեղ արդյունք էր։ Դրանից այո լավ եմ զգում, հպարտանում եմ, օգտվում եմ, արտոնյալ եմ զգում, ոչ ոք ինձ չի կարող մեղադրել դրա մեջ, որովհետև երբեք այդ դրսևորման ձևը չեմ ունեցել։ Ու էլ եմ ասում, երևի թե ամեն ինչ գալիս է մանկությունից ու ընտանիքից։ Ես իմ ընտանիքում ունեմ այնպիսի կայացած, այնքան մեծ քարեր ու ժայռեր, որ դրանց կողքին ավելի մեծը թվալու ոչ մի բան չկա, միտում էլ չունեմ։ Բացի դրանից իմ դաստիարակությունը միշտ մայրիկի կողմից էլ եղել է։ Ես որ զանգեցի մամային, ասեցի, մամ, գիտես մշակույթի վաստակավոր գործիչ եմ ստացել, ասեց լավ, երեխեն լավ է, կարևոր երեխեն է, մի մեծ բան չի։ Ու ես այդպես էլ ապրում եմ։ Դրանք մեծ բաներ չեն, Սոնա ջան։ Քանի որ երեխայից խոսեցիք, ինձ հետաքրքիր է որքանով եք մասնակից հայր, որովհետև տեսակով երևանցի եք եւ այսպես ասած բակային տղայի արտահայտումներ ձեզ մեջ ամեն դեպքում կան, որքան էլ որ գրքասեր, հեռուստատեսային ոլորտի մարդ, բայց ամեն դեպքում դրսևորումներ այդ տղայական կան։ Մասնակից եք արդյոք երեխայի։ Շատ ավելորդ մասնակից եմ, Սոնա ջան, բացարձակ դժվար է ու փառք ու պատիվ իմ տիկնոջը, որ կարողանում է դիմանալ այդ գեջ մասնակցությանը։ Գուցե մի փոքր ավելի պետքա հանգիստ։ Երեխան որ ծնվեց, նորմալ մարդիկ գնում են խմում են, ուրախանում են։ Ես ընկած այդ բժիշկների հետևից վալ եմ գալիս ու հարց ու փորձ է անում, կա։ Ու երևի թե տարիքից է գալիս, ես գիտակցական մոտեցում եմ, եթե մի 18-20-ում ճիշտ ժամանակին ունենայի, այդ երեխուն ավելի էմոցիոնալ կլինի։ Հիմա շատ ավելի քթիմազ կարելի ասել վերաբերմունք է շատ մարազնին է երեխու, այս տոտիկը, ոտիկը, չգիտեմ, այս ամեն ինչը։ Կարծում եմ ամեն դրսևորում իր գեղեցկությունը ունի, էմոցիոնալը իր, գիտակցականը իր։ Ավելի շատ, հա, մասնակցություն ունենում եմ, փորձում եմ օգտակար լինել, բայց զգում եմ այդ ավելի խանգարում է։ Ավելի լավ է մի քիչ ավելի հանգիստ թողնել այդ ամեն ինչը։
դիմանալը ինձ շատ դժվար է այդ առումով, նաև կողքից որ նայում եմ, ես հաստատ չի դիմանա Ես կարծում եմ ձեր ազնիվ բարձրաձայնումը այդ երևույթի միանշանակ կհեշտացնի ձեզ դիմանալու փաստը եւ այդ դժվարին աշխատանքը։ Անչափ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցելը, բայց քանի որ ծանոթ եք հեռուստատեսային ոլորտի կանոններին, մոտենում ենք ավարտին եւ ունենք վերջնահարց։ Շնորհակալություն, ինձ համար ինտերվյու ժանրները միշտ շատ պատասխանատու են ու այն աուրան, որ դուք եք ստեղծում այս ամեն ինչում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Անչափ շնորհակալ եմ, ունենք վերջնահարց, որի պատասխանը նույնպես կուզեմ լսել։ Ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Ես եմ այն երջանիկ մարդը, ով կարողացավ իր մանկության երազանքների գոնե մի չնչին տոկոսին հասնել։ Ես եմ իմ քաղաքը, ես եմ Հայաստանը, ես այդ գիտակցությամբ որ ապրեմ, շարունակեմ ապրել, ինձ թվում է շատ լավ կլինի։ Ես եմ այն Աստծո լույսի տակ ապրում ու ես եմ որ մի քիչ պետք է քիչ օգտագործեմ, ես եմ արտահայտությունը։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, հետևենք Ավետ Բարսեղյանի օրինակին, հավատանք մեր երազանքին, հաղթարենք բոլոր դժվարությունները, սիրով լցվենք, սիրենք մեզ շրջապատող մարդկանց, միջավայր, այն աշխատանքը, որը կատարում ենք եւ միանշանակ յուրաքանչյուր երազանք կդառնա նպատակ եւ կդառնա իրականություն։ Հանդիպելու ենք վաղ երեկոյան կրկին ասելու բարև, ես եմ։ Անչափ շնորհակալ եմ։